ձայնագրությունների փորձաքննությունները դատախազն ասեց կանենք։ Ինչ հետաքրքիր է արվել է այդ փորձաքննությունը գյուլելու նկատի ունեք ազգային ժողովում որ արել։ Եթե չեմ սխալվում արտահայտությունը հնչել էր որ արվում են կամ կարող ասելա որ արվում են, բայց ամենայն դեպս այդպիսի բան չկա, չի արվել։ Գործ ամբողջ ապացույցները ներկայացվել են դատարան, որովհետև փորձաքննություն նշանակված չի եղել բարձելու եւ անհատականացումը անձանց եւ այդ տվյալների թեղաթուրված խմբագրված կամ ալի եղանակով արհեստական բանականության միջոցով կլինի այլ մոնտաժային ծրագրերի միջոցով մոնտաժված չլինելու հանգամանքը հերքող փորձաքննություն չի անցկացվել։ Դուք ունեք ձեզ համար վերլուծություն, երկրի թիվ 1 ուժային կառույցի ղեկավարը անում է հայտարարություն, արվել է կամ արվում է կամ կարվի արտահայտությունը, բայց փաստացի գործը դատարանում է ու չկան այդ փորձաքննությունները։ Սա ինչ է։ Նույնիսկ եթե ինքը նման հայտարարություն չաներել, ենթադրվում է որ դա պետք է լիներ տրամաբանությունը քրեադատավարական եւ անձանց մեղքա իրենց կարծիքով ապացուցելու տեսանկյունից պետք է արվեր։ Եթե օրինակ համեմատական անցկացնենք մարտի 1-ի գործի հետ, որով Նիկոլ Փաշինյանը դատվում էր, այնտեղ կտեսնենք շատ ծավալուն փորձագետի եզրակացություն դրված, որտեղ նույնականացվում էին հեռախոսով խոսացող անձինք, նրանց տեքստը բանասերները վերծանում էին, հաստատվում էր այդ ամբողջականությունը եւ այլն, այսինքն որակյալ փորձագետի եզրակացություն էր դրված ներկա վարչապետի մեղադրանքի հիմքում։ Այս գործով նման բան չկա, շատ հապշտապ 1 ամսում գործը ավարտել են ուղարկել են դատարան եւ հիմա առաջիկայում որ հետազոտելու ունենք, օրինակ հարց ենք բարձրացնելու ոնց որոշեց դատախազը, որ այս արտահայտությունը վերագրվում է այս կամ այն անձին։ Եթե չկա փորձաքննություն։ Այո։ Ինչու չի արվում։ Դուք ունեք այս հարցի պատասխանը։ Որտեվ խնդիրը արտահայտության իրականացումը չի, խնդիրը այն չի, որ մարդիկ իբրև հանցագործություն են կատարել եւ պետքա պատժվեն, խնդիրն այն է, որ ի սկզբանե գործը կեղծվել է, քաղաքական պայքարին տրվել է քրեիրավական գնահատական, Նիկոլ Փաշինյանը քրեականացրել է Թավշյա հեղափոխությունը եւ հիմա իր բոլոր մրցակիցներին կամ իր քաղաքականությանը ինչ որ ձև հակառակվող անձանց ովքեր կարող է նույն ճանապարհով փորձեն գալ իշխանության կամ տրամադրություն ստեղծել որ այլ անձին կան իշխանության նույն ոչ բռնի հեղափոխական եղանակներով ինքը արդեն իսկ իրավապահ մարմինների ջանքերով դա արգելում է որտեղ եթե գործի քննության ամբողջ ընթացքում ներկա գտնվեք հետևեք նյութերին կտեսնեք որ այնտեղ փողոցային պայքարից զատ բան չի պլանավորվել ընդ որում շատ հստակ արտահայտվել է բոլոր այն մտքերը, որոնք արտահայտել են որևէ իրավախախտում, օրինակ հենց մասնակիցների կողմից հերքվել է, առանձին տվյալներ հրապարակել են, օրինակ մեկը ասում է եկեք գնանք ոստիկանների վրայից ինչ-որ զենքերը հանենք կամ չգիտեմ գոտիները քանդենք, մյուսը ասում է չէ ոստիկանի նկատմամբ միջամտություն չի կարելի լինի, որովհետև դա ուրեմն հանցագործություն կլինեն, մեկը ասում է դա վարչական իրավախախտում է, այսինքն իրենք իրենց քննարկումներում բնականաբար խոսել են, որ որևէ ապօրինի արարք չպետք է լինի։ Ընդ որում էլի եմ ասում, սա այս պնդումները հիմնված է ինձ ներկայացված նյութերի վրա, բայց դեռ չի նշանակում որ այդ խոսակցություններն էլ իրենց ամբողջության մեջ են ներկայացված կամ խեղաթյուրված են կամ ոչ։ Եվս մեկ աղմկալից հայտարարությունների մասով, որ արեց քննչական կոմիտեի ղեկավար ազգային ժողովում, Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական պլան կա։ Կտակ է թուղթը, ինչու՞ կամ նկարագրեք, այդ ինչ պլանի մասին։ Բացահայտ սուտ է Սրբազանը անդրադարձել է դրան, իր սենյակի խուզարկությունից թղթերի տակը հայտնաբերել են ինչ-որ մի հատ թուղթ, որը ժամանակին փողոցում մոտեցող հազարավոր մարդկանցից մեկը տվել է, ոչ էլ նայել են, այդ թուղթը դրել են այնտեղ։ Թղթի վրա անգլերեն լեզվով գրված են տարբեր ինչ-որ պլաններ, այո, այնտեղ կա բառակապակցության ահաբեկչության, պլանավորված ահաբեկչություն, ոչ թե ահաբեկչության պլան, բայց դա նախ չի գրվել Բաղդադ Սրբազանի կողմից եւ այդպիսի պնդում անելու համար կրկին պետք է նշանակված լիներ ձեռագրաբանական փորձաքննություն, բայց պարզ աչքով էլ թե ինչ-որ մեկը համեմատի Սրբազանի ձեռագիրը հրապարակված նամակներում այդ գրության հետ խնդիր կլինի։ Երկրորդ տեղ Իրենք փորձաքննություն չեն արել, հետաքրքիր է իմանալ արդյոք բարձր են դա Սրբազանին էր թե չեն արել, բնականաբար անեն էի բարձելու են որ ինքը չի։ Երկրորդ այդ գրության մեջ այնպիսի ապուշ մտքեր են գրված, որ adekvat մարդը չի կարաս եւ Սրբազանը մի անգամ էլ ասաց, եթե դա բարձվեր որ իմն է, ինձ պետք է ոչ թե բանտ ուղարկենալ հոգեբուժարան, որտեղ ասան գերացանթ Թուրքիայի տարածք 40-ից 50 կիլոմետր ներխուժելու, 200,000 անց գերեվարելու եւ այդ եղանակով Հայաստանի Հանրապետության հարցերը լուծելու, որը ակնհայտ ստապ միտք չի էլի։ Եվ վերջո այդ փաստաթուղթն էլ տվագրված է 2023 թվականի
եթե իրենք ցանկություն ունեն դա հրապարակելու եւ դա իրենց համար շատ ակնառու բան լիներ, նախապես դա հրապարակած կլինի, բայց գիտեն, որ դրա հրապարակումը զավեշտ առաջացնելու եւ ծաղր իրենց նկատմամբ, դրա համար առանձին արտահայտություններ մեջտեղից անելով, ինչպես ամբողջ գործի բնութագիրն է, փորձում են բան անել։ Ես նոր աչքի փոչով նայում այս մեղադրական զրակացության մեջ խոսակցություն կա, մարդիկ ասում են կրակել, սպանել եւ այլն։ Չի լսվում, մարդիկ են ասում ինչ-որ բան, եթե ամբողջական ձայնագրությունը այդ մասով լսում եք, հասկանում եք, որ խոսողը ասում է, մեզ պրետենզիա են ներկայացնում, թե ինչի այս եղանակներով բաներ չեք անում։ Տարբեր մարդիկ կան, որոնք ինչ-որ բռնության կոչեր են անում կամ այդ ցանկություն ունեն, բայց խոսակցության կոնտեքստից էլ հասկացվում է, որ դա մենա դա այլ անձանց մեջ վերած բանն է եւ ներկա մասնակիցները այդ մտքի հետ համաձայն չեն, այսինքն ասում են ուրիշներն են նման պահանջ ներկայացնում, մենք էլ ստիպված ենք իրենց մերժել այդ առումով, որտեղ դա չի մեր ընտրած ճանապարհը։ Ու նման արտահայտություններ, այսինքն ամբողջ տեքստից վերցնում են bold են անում, կրակել, սպանել ինչ-որ sense հատվածներ բաներ ու տպավորություն ստեղծելու համար, որ այստեղ ինչ-որ վատ բան է պլանավորված եղել, գլխավոր դատախազ քննչական կոմիտեի նախագահը այդ առանձին հատվածական արտահայտությունները օգտագործելով մանիպուլացնում են հասարակությանը։ Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինը ըստ էության գործը դատարան է բերել։ Դուք մեր դատական համակարգից արդարության սպասում եք։ Շատ ոչ տեղին հարց է, ասենց ասեմ, էլի կներեք իհարկե, որովհետև կյանքը ցույց է տվել, որ դատական համակարգը հիմա տոտալ հսկողության ներքո է եւ նույնիսկ եթե մենք կարող ենք մատնանշել առանձին դատավորների, ովքեր պահպանել են անկախությանը, տեսնում ենք, որ այսպիսի գործերը այդպիսի դատավորներին չեն գնում։ Իսկ երբ պատահականորեն որևէ քաղաքական գործ գնում այդպիսի դատավորի, ապա տեսնում ենք արդարացման դատական ակտ։ Այս պարագայում էլ մենք դատական գործի ընթացքում տեսել ենք բազմաթիվ անոմալիաներ, պարզ օրինակ Լիդիա Մանթաշյանի կալանքը։ Դատանը որոշում որ կալանքը պետք է շարունակական լինի, հիմքերը չեն փոխվել, մի շաբաթ անց նույն հիմքերի առկայության պարագայում զուտ նրա համար որ հանրային դժգոհությունների ալիքը բարձրացել էր, դատանը որոշում որ չէ, ինչ որ հրաշք է տեղի ունեցել եւ արդեն բավարար պայմաններ կան։ Էլ չեմ ասում այս գործից դուրս այլ դատավորների, հանրահայտ Մասիս Մելքոնյանի եւ նրա նման դատավորների, որոնց մոտ նույնիսկ երբեմն փաստաբանների մոտ ցանկություն առաջանում էթիկական խախտման էլ ու ընդհանրապես դատական նիստի չներկանալ, որտեղ այդ ծախսված վատ ժամանակ ափսոս է։ Եվ թերևս իմ վերջին հարցը պարոն Բագրատ Սրբազանի մասով կա խափանման միջոցի, որ փուլում եք հնարավորություն կա, կարող ենք մենք օրինակ առաջիկայում տեսնել, որ իր խափանման միջոցը միգուցե փոխվի։ Դա է շատ բարդ հարց է, մենք նախկինում ներկայացրեցինք միջնորդություն խափանման միջոցը փոխելու, որպեսզի Սրբազանը կարողանա մասնակցել եպիսկոպոսատ ժողովին, քանի որ ժողովը հետաձգվեց անորոշ ժամկետով, մենք էլ միջնորդությունը հետ վերցրինք, եթե նույն հանգամանքը էլի կլինի կոնկրետ օր կիմանանք, նորից այդ միջնորդությունը ներկայացնելու ենք, բայց ակնհայտ է, որ քաղաքական թիրախավորման կիզակետում ինքն է եւ շատ դժվար է լինելու գոնե այս փուլում քաղաքական բռնաճնշումների այդպիսի որոշում կորզել։